Կենտրոն TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար, նաև ձեզ շնորհավորում եմ նոր աշխատանքի հասնելու, կարծում եմ ձեր աշխատանքը պեղմնավոր կլինի եւ շատ օգտավետ մեր ժողովրդի համար եւ այս խորհրդանշական օրը Սարդարապատի նախօրեին ուզում եմ ցույց նվիրել նաև իմ պանդայի մենախոսությունները, որը կոչ առաջի հերթին Արցախ վերադառնալու եւ կարծում եմ, որ դուք առաջիններից մեկը կլինեք, ով նորից կվերադառնա վերահաստատագրված Արցախ։ Անպայման։ Պարոն Պողոսյան, այսօր Ալեն Սիմոնյանը մի խոսույթ է ասել, որ կուզենայի ձեզ հետ քննարկենք, խոսենք այսօր խոսելով Ալիևի սպառնալիքների եւ հայտարարությունների մասին, նրանց արդարացրել է ասելով, որ դա ուղիղ պատասխանն է նրա, որ Արցախի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում, սակայն նշեմ, որ նա չի ասել Արցախի, այլ ասել է Ղարաբաղի։ Նա վախենում է Արցախ բառը օգտագործելուց։ Գիտեք, չգիտեմ վախենում է Ղարաբաղ կամ Արցախ բառը օգտագործելուց, թե իներցիայով, քանի որ թուրքերը Ղարաբաղ են ասում, իսկ իրենք էլ ամբողջովին հանդիսանում են թուրքական ներկայացուցիչներ, կարծում եմ ինքս իր մայրենի լեզվին է արել եւ ոչ թե վախի խնդիր կա։ Իսկ ինչ վերաբերվում է այդ մասով, որ ինքը խոսում է արտարացնելով Ալիևի սպառնալիքները, այստեղ որևէ զարմանալու բան չկա, որովհետև մենք այս ընթացքում ինչ ենք տեսել, սկսած 2018 թվականից, որ նրանց բոլորի գործողությունները կոնկրետ ուղղված են եղել Արցախի դեմ։ Առհասարակ ես էլ եմ առիթ ունեցել ասելու 2018 թվականի ապրիլյան դեպքերը, այսինքն որոնք փորձում են հեղափոխություն ներկայացնել, դրանք հեղափոխություն չէին, դրանք իշխանազավթում էին եւ դա կոնկրետ ուղղված էր ոչ թե Հայաստանի Հանրապետության դեմ, իհարկե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ այսպես քայքայվեց, բայց ինքը ավելի շատ ուղղված էր Արցախի, արցախցիների եւ Արցախ սիրողների դեմ։ Եվ նրանց բոլոր գործողությունները այն նույնն է ձեր ասած Ալեն Սիմոնյանը հիշում եք փորձում էր հակադարձել երրորդ նախագահի մտքերին եւ գնաց է հասել էր Աղդամ, այնտեղ նուրը վերցրած նկարվում էր եւ ասում էր որ սա իմ հայրենիքն է։ Չգիտեմ գուցե եւ իրոք ինքը համարում էր որ դա ադրբեջանցիների հայրենիքն է եւ ինքն էլ այդ հայրենիքի մի մասն էր կազմում, հետեւաբար այստեղ զարմանալու որևէ բան չկա։ Այդ մարդիկ բնականաբար իրանք ինչպես էր նշեց ամեն ինչ անում են ի վնաս Արցախի, ի վնաս արցախցիների, վաղ մյուսոց չզարմանաք, որ նույն Ալեն Սիմոնյանը բարձրանա եւ ասի, որ այ օրինակ Ալիևը սկսում է սպառնալ, որովհետեւ արցախցիները ապրում են Երևանում, Հայաստանի մյուս մարզերում եւ սա շատ նորմալ է եւ կարծում եմ, որ ապագայում նաեւ դա կլինի։ Իրենց համար է նորմալ։ Մեր իրականության համար է նորմալ։ Քանի մենք այս իրականությունը հանդուրժում ենք, քանի մենք այս մարդկանց թողել ենք, որ իրենք մեր հաշվին, մեր հարգելի, մեր պետության հաշվին կարողանան ապրել եւ այդ ամեն ինչը քայքայել կողը, ավիժելը հետեւաբար նաեւ մեզ համար է նորմալ։ Եթե մեզ համար նորմալ չներ, ես վստահ եմ, որ հիմա այս պահին մենք ոչ թե քննարկենք Ալեն Սիմոնյանի հարցազրույցները, այլ մենք կքննարկենք բոլոր այն քայլերը, որոնք մեզ պետք է օգնեին, նպաստեին նորից Արցախ վերադառնալու համար։ Երեկ Նիկոլ Փաշինյանը խոսելով խաղաղության համաձայնագրի մասին ասել է, որ եթե խաղաղության համաձայնագիրը հակասի Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ապա ինքը հանրաքվե կնախաձեռնի։ Փաստորեն այս իշխանությունները ամեն բան պատրաստ են անելու, միայն թե Ալիևի սրտով խաղաղության պայմանագիր կնքվի։ 8 տարի առաջ ես ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը մի շատ հստակ հայտարարություն արեց, ասաց կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Այդ սկզբունքը շարունակվեց մինչև այսօր եւ նույնիսկ արդեն ընդդիմադիր գործիչներ են նույն պրինցիպով, նույն սկզբունքով առաջ գնում։ Հետևաբար նույն սկզբունքով, նույն պրինցիպով Նիկոլ Փաշինյանը այո ասում է, որ կամ Հայաստանը Ադրբեջան կլինի, կամ Հայաստանը Ադրբեջանի կաղոտ կլինի, այսինքն ինքը այլ բան չի ասում, ես մի քիչ առաջ էի խոսում, որ այս ամեն ինչը ուղղված էր առաջին հերթին Արցախի դեմ եւ Արցախի դեմ ուղղելով հանդերձ ինքը ուղղեց նաեւ Հայաստանի դեմ։
Այս տարիներին Փաշինյան Նիկոլը ամեն ինչ արել է, որպեսզի հեշտացնի Արցախի հանձնումը եւ ամեն ինչ արել է, որպեսզի նաեւ հեշտացնի Հայաստանի կառուցումը։ Տեսեք, ես նորից ուզում եմ կարևոր մի շրջադարձ անենք, հիշենք Արցախյան 44-օրյա պատերազմը, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում։ Մեջտեղ եկե կռվեցին, հնարավորինս ամեն ծեր կազմակերպվեց անկազմակերպ նահանջ, այսինքն դա անկազմակերպություն էր, որը կազմակերպվել էր հենց Փաշինյանի եւ նրա ներկայացուցիչների կողմից, բայց այդ ամեն ինչը անելով, ամեն կերպ հայ զինվորին, հայ զինվորականին խանգարելով, միևնույն է, ադրբեջանցին չկարողացավ նվաճել Արցախը եւ այստեղ եկավ Նիկոլ Փաշինյանը եւ ստորագրեց կապիտուլյացիան, այսինքն ինքը ավելի շատ փող տվեց թղթով, քան հնարավոր էր, որ ադրբեջանցիները գրավեն։ Ինքը այստեղ հեշտացրեց ադրբեջանցիների գործը։ Հիմա իր այդ հայտարարությամբ ինքը նորից հեշտացնում է ադրբեջանցիների գործը եւ սա անընդհատ է եղել։ Այ օրինակ ձեր եթերից ես ուզում եմ մի բան ասել, որը երբեք որևէ տեղ չեմ ասել, առաջի անգամ եմ խոսելու։ Ես վստահ եմ եւ նաեւ ունեմ բազմաթիվ արդեն փաստարկներ, որ մինչեւ Արցախի հայաթափումը Նիկոլեց իշխանությունը ամբողջովին արցախցիների տվյալների բազան տրամադրել է Արցախին։ Հենց ես այդ հարցը ուզում եի ուղղել ձեզ, երբ որ Արցախի հայաթափումը տեղի ունեցավ, Հակարի կամրջով ես արցախցի լինելով հանդերձ երբ որ անցա, ադրբեջանցիները ակնհայտորեն ցույց էին տալիս, որ նրանք բոլորի մասին բոլոր տվյալները ունեն։ Այո։ Ով է նրանց տվել այդ տվյալները։ Եկեք միասին այդ հարցը ուղղենք Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյան Նիկոլ, ով է նրանց տվել այդ տվյալները։ Բեր եւ մեզ ավացուցիչ, ով է տվել, որովհետեւ այդ տվյալները եղել է, դա ինչպես դուք որպես ականատես, այ վերջին 4 ամիսը ես էլ բազմաթիվ մարդկանց հետ եմ խոսել, Հակարի կամուրջից անցնելուց ստիպված են եղել իշտել եւ այնտեղ տարբեր պատմություններ կան, որոնք փաստում են, որ հայկական կողմը, այսինքն Հեսովա կառավարիչները իրանք նախապես այդ ամեն ինչը իմանալով ավելի են հեշտացրել, այսինքն ոչ թե հիմա որ ինչ-որ մեկ ասում է չկրվեցին, հանձնեցին, չուզեցան մնալ եւ այլն, սա հերթական այդ մանիպուլյացիաներն են, որովհետեւ բոլորս է գիտենք արցախցիները ոնց են կրվել, իշքան են կրվել եւ իշքան են պատրաստ նորից կրվելու։ Իրենք նախապես դա պլանավորած ունեցել են եւ այդ պլանավորված լինելու փաստերից մեկն էլ հենց այն է, որ ադրբեջանական կողմը ամբողջովին ունեցել է տվյալների բազան։ Օրինակ ինձ մարդկա պատմում է, ասում է, ես 90-ականներին ընդամենը 3 ամիս աշխատել եմ որպես դադախազ։ Ասում է, այդ ժամանակ նույնիսկ ինքս էի մոռացել, որ երբեմն եղել եմ, երբեմնի դադախազ եմ եղել, այսինքն 90-ականներից անցել եմ մոտ 30 տարի, բայց Հակարի կամուրջը անցնելից այնտեղ թուրք այսկերը իրեն հիշեցրել է, ասել է դու դադախազ ես եղել։ Այս մարդը մի բան մտքով հետ է գնացել, ու հիշել եմ, որ 90-ականներին ընդամենը 2 կամ 3 ամիս աշխատել է դադախազ։ Կամ մեկ այլ դեպք ունենք, երբ որ կինը մեքենայի ջեցրել են, ինքը մոտեցել է այդ համապատասխան տեսախցիկին, որը կան Հայաստանի բոլոր սահմաններում, ասենք նույն Բավրայից դուրս գալուց այդ տեսախցիկին մոտենում ես, այնտեղ քո տվյալները բերում է։ Այս կնոջը Հակարը մոտեցել են այդ տեսախցիկին եւ ինքը մոնիտորի մեջ տեսել է բոլոր այն տվյալները, կյանքի բոլոր տվյալները, երբ է ծնվել, երբ է ամուսնացել, քանի երեխա ունի։ Այսինքն սա խոսում եմ միայն դրա մասին, որովհետև այլ պետություն, նույնիսկ մեր այսօրվա ասենք, չգիտեմ, պետությունները սահմանագից վստահենք Պարսկաստանում այդ մենք խնդիր չունենք, Վրաստանում այդ խնդիր չունենք, իրանք մեր տվյալների բազան չունեն։ Իրանք մեր տվյալների բազան ունենում են միայն այն ժամանակ, երբ որ մենք սահման ենք անցնում եւ մեր կողմը ինչ որ աշխատանքային process հեշտացնելու համար տրամադրում է այդ բազան։ Իսկ ադրբեջանական կողմը ունեցել է մեր ամբողջական տվյալների բազան եւ սա ինձ նաեւ ստիպում է, որպեսզի ես օջով դիմեմ բոլորին, որ դուք շատ լավ գիտեցեք, միայն արցախցիների տվյալների բազան չեն ունեցել։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը հիմա այն տվյալների բազան է ունի, երևանցիների տվյալների բազաներն է ունի, բոլորի, Հայաստանում բոլորի տվյալների բազան ունի, որովհետեւ մենք գործ ունենք մի վարչախմբի հետ, որը ամեն ինչ սիրով առանց երկար բարակ մտածելու ինքը տրամադրում է Ադրբեջանին։
Պարոն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանը իր իշխանության օրոք հանձնեց Արցախը, դա փաստ է։ Եվ հիմա արցախցիները վերաբնակվելով Երևանում, անընդհատ իրենց հասցեին լսում են ատելության խոսք։ Անընդհատ լսում են, որ որևէ արցախցու հանդեպ քրեական գործ է հարուցվել։ Լավ, այս իշխանության նպատակը ո՞րն է։ Միայն Արցախը հանձնելով չբավարարվեցին։ Իհարկե չեմ բավարարվել, այդ նույն սահմանադրության փոփոխությունը ինչի համար է արվում, որովհետև այդ սահմանադրության մեջ դրված է մեծ ծանոթական է։ Մեր անկախության հռչակագիրը, անկախության հռչակագրի թիվ 1 կետը Արցախն է։ Առհասարակ Հայաստանի երրորդ հանրապետությունը որպես հանրապետություն ինքը ձևավորվել է Արցախով։ Եվ այսօր իրանց համար կարևոր է ինչ մեր հիշողություններից ամբողջովին ջնջել Արցախը։ Այսօր մեր կրթական ոլորտը ամբողջովին ավիրված է, ինչի համար ավիրված, որովհետև կրթությունը կարևոր բաղադրիչն է նոր սերնդի կամ նոր վրիժառուներ դաստիարակել եւ այնտեղից հանված է բոլոր տեսակի սեգմենտներ, որովհետեւ մենք հանգարց որևէ մեկը չունենանք, ով կփորձի Արցախել։ Վաղը մյուս օր հավատացեք Ադրբեջանի հենց այդ նույն փաստաթուղթն ստորագրելուց հետո, այդ փաստաթուղթն ստորագրելու Ադրբեջանի հետ, ասենք, չգիտեմ, ոստիկանության համագործակցության մասին, արտադրության համագործակցության մասին եւ դա լինելու է բոլոր նրանց, ովքեր որ Արցախ սիրում են, դրանց Ադրբեջանին արտահանձնելու, Ադրբեջանին հանձնելու ավելի շուտ դրա համար, այսինքն այս մարդկանց ցանկացած գործողություններ դրանք արվում է իշա Ադրբեջանի եւ իշա թուրքական աշխարհի։ Այլ բացատրություն չկա։ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարության մեջ հստակ երևում է Ադրբեջան բառը։ Կարևոր չի ինքը դա օգտագործում է, թե օգտագործում է Նիկոլի ամեն հայտարարության մեջ կարելի է միանգամից զգալ հանուն Ադրբեջանի խաղապարախոսությունը։ Հիշեցնենք, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև այս իշխանության Այս կառավարիչները իրանց իշխանություն չի կարելի, իրանք ուղղակի կառավարիչներ են, սերիեմ առիթ ունեցա ասելու, դուք վերցրեք պատմության դասագիրքը ու օրինակ ուսումնասիրեք Հայաստանը արաբական այդ տիրապետության ժամանակաշրջանում էմիրների վարկագիծը, արաբական կառավարիչների վարկագիծը։ Դուք վերցրեք պատմության դասագիրքը ու ուսումնասիրեք օրինակ Հայաստանը թուրքական տիրապետության ժամանակ թուրքական կառավարիչների։ Նույնիսկ երբ որ իրեն ասում են, չգիտեմ, պարոն Փաշինյանը, դա նույնիսկ իրեն չի ասում, իրեն միայն կարելի է Էֆենդի դիմել կամ չգիտեմ Նիկոլ Բեի դիմել, ուրիշ ձև իրան չկարելի դիմել, այս մարդկանց իրանց նույնիսկ հոգեբանությունը իրանք նույն ձևի են շարժվում, ինչպես շարժվել են, ասենք, մյուս նվաճողները։ Այն նվաճողին ինչ է պետք է, թե ինքը եկե վերցել է տարածքը, դա իր հայրենիքը չի, ինքը գիտի, որ այդ հայրենիքում ինքը ժամանակավոր է, ինքը ինչ է անում, թալանում է, ինչը որ չի կարող թալանել, ավիրում է։ Այսօր նույն Փաշինյանը ինքը կամ թալանում է, ինչը որ չի կարող տանել, ավիրում է։ Ու այդ ավիրածությունները ցավոք սերնդի 8 տարի այդեն 8-րդ տարվա մեջ են, որ շարունակվում է։ Ու մենք տեսեք ինչև այս պահը ռեալ որևէ գործողություն չենք ձեռնարկել այդ ամեն ինչից ազատվելու համար։ Նույնիսկ այն դեպքում է, որ մենք կորցրել ենք հենց մեր պետականության հիմքը, Արցախը։ Որովհետև նույն Արցախը տեսեք ինքը միայն տարածք չի, ինքը միայն պատմական հայրենիք չէ։ Արցախը ինքը Հայաստանի լինելության գրավականն է։ Եթե չկա Արցախը, դու տարածաշրջանում որևէ ազդեցություն չես կարող ունենալ, որևէ դերակատար չես կարող լինել, որևէ մեկը քո հետ չի ուզենա հաշվի նստել։ Ինչի հետ նստի հաշվի։ Եթե դու հիմա այդ բանակն ես ավիրում, դու այսինքն դու ոչինչ չունես այստեղ, դու չկաս որ քո հետ նստի։ Եթե չկա Արցախը, նույնիսկ դու երեխային չես կարող դաստիարակել, ինչ ես սովորեցնել երեխայիդ։ Պետք է ասես դու ստորացված անհայրենիք, անարժանապատվություն չունեցող մեկն ես, ով պետք է մաքսիմում մեծանա դառնալ լավ հարգատու, աշխատի եւ փող տա, որպեսզի թուրքական բերերը, թուրքական կառավարիչները լավ ապրեն։ Այսինքն դու քո երեխային ո՞նց ես դաստիարակել, այ օրինակ դուք որ երեխա եկեք ձեր մեջ խոցել են դաստիարակության կոնկրետ այսպես սեգմենտներ, չէ, ու ձեզ ներկայացրել են, որ այ դու արժանապատիվ հայ եք, այ դուք Արցախում հաղթանակ եք ձեռք բերել, թեկուզ լավ ես խորհրդային ժամանակներից ծանոթ եմ, մինչև 8-9 տարեկան հասակս երկրաշարժ էին լուսավորքի տակը շատ հաճախ ինձ այսպես խետում էր, ասում էր, թե ցեղասպանություն ապրած հավի պես ջարդված ժողովուրդ եք, ես շատ էի վիրավորվում, որ իմ տատը մեզ հավի հետ էր համեմատում, բայց ինքը շատ ռեալ կին էր։
Հետագայում 92 թվականին, երբ որ մենք Շուշին գրավեցինք, դա որ իր սերնդի կյանքում, անձամբ իր կյանքում դա այնքան շատ բան փոխեց։ Եթե չլիներ Շուշի ազատագրումը, հաստատ այսօր ծեր դիմաց նստած չէր լինի, ես նույն Կարապետ Պողոսյանը, չգիտեմ ով նստած կլիներ, բայց հաստատ նույնը չէր լինի, արժանապատվությունը ձեռքված մեկ է լինի։ Հիմա վաղը իմ երեխան ոնց է դասերակը, կարևոր չի ինչ մասնակետ է դառնալու։ Ինքը պետք է ունենա որոշակի արժան համակարգ չէ, իսկ եթե արժան համակարգից այդ հաղթանակները մենք հանում ենք արժան համակարգից սեփական հայրենիք ունենալու գաղափարը հանում ենք, ինքը ով ուզում է լինի, կլինի իրավաբան, բժիշկ, ով ուզում է լինի, ինքը կլինի շատ արժեքային համակարգից զուրկ, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել առավ ևս երեխային, ուղղակի բույս կլինի, որովհետև եթե մարդու մեջ ես դու արժեքային համակարգը հանում ես, մարդու մեջ ես արժանահավատությունը հանում ես, ինքը ընդամենը խոդ է լինում։ Ուրիշ ոչինչ, Նիկոլ Փաշինյանը այսօր շատ հաջողված ձևով մեզ բոլորիս տանում են բույս դարձնելու։ Ու այստեղ ընտրությունը մերն է, մենք այդ բույսն ենք լինելու, թե մենք նորից վերադառնալու ենք նույն այն իրավիճակին, ինչը մենք ունեցել ենք։ Այս շատ հաճախ խոսում են, ասում են գնանք պատերազմ զոհվեք, իսկ ով ասես որ պատերազմում միայն զոհվում են։ Պատերազմում հաղթանակներ են տոնում, այո, մենք պետք է մտածենք, նորից պատերազմ գնալու մասին 21-րդ տարում պատերազմը Թարով կռիվ չէ, 21-րդ տարում պատերազմը ուղեղի կազմակերպվածության կռիվ է։ Եվ այդ ուղեղով ու կազմակերպվածությամբ մենք կարող ենք ոչ միայն զոհեր չտանք, այլ մենք կարող ենք նաև շատ մեծ հաջողություններ ունենալ, ու մենք դրա մասին պետք է խոսենք, ոչ թե բույս դառնալու։ Այսպես թե այնպես, զոհվեցիր, գնա տարան, թաղեցին, բույս կդառնաս։ Հիմա ավելի լավ չէ, կոնե կենտրոնության օրոք դու բույս չլինես, հետո հետ մահուտ ու մնաս որպես արժեք։ Այ մենք դա պետք է սովորեցնենք մեր երեխեքին։ Ոչ թե Փաշինյանական այդ վախկոտությունը, Փաշինյանական այդ, չգիտեմ, ասում է մեր հարևանները ցուլ են կարմիր բլուսական այդ ցելերը մեզ կուդեն։ Դա գոնե մեկ այդ փողերը կառնես, փախնես կաշխարում եք կֆարած, դենա Իսպանիա ֆիեստան է, դες այդ ցուլերը կուդեն մարդկանց թե ընդհակառակը այդ նույն մարդիկ կարմիր բլուզը ձերքերին այդ ցելերին սանձում են, վերջում դարձնում են խորովածի մայծերը։ Պարոն Պողոսյան, անընդհատ խոսում են, որ արցախցիների անձնագրերը Հայաստանի Հանրապետության անձնագրեր չեն, բայց այնտեղ հստակ նշված է, երբ որ ես իմ անձնագիրը բացում եմ, այնտեղ ես տեսնում եմ քաղաքացիություն Հայաստանի Հանրապետություն, միայն կոդերով է տարբերվում։ Ի վերջո, եթե նրանց պահանջը այն է, որ արցախցիները այդ քաղաքացիությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ընդունեն, իրենց անձնագրերը հանձնեն եւ նոր կոդով անձնագրեր վերցնեն։ Նրանք կարողանալու են արդյոք այստեղ Արցախի ընտրությունների մասնակցել, ասենք Արցախի ազգային ժողովի ընտրություններ, եթե լինեն։ Տեսեք, այդ անձնագրերի հետ կապված, սա էլի հերթական տարանջատման փորձն է, որովհետև շատ լավ հասկանում եմ, որ արցախցին կամ անձնագրից եթե հրաժարվի, միևնույն է ինքը արցախցի լինելու չի հրաժարվելու, Եվ շատ դեպքերում նաև եթե մարդ գիտի արցախցիների կողը հասկանում է, որ արցախցու համար անձնագիրը ոնց որ իր հայրանունը լինի, իսկ ցանկացած իրեն հարգող մարդ իր հայրանունից, իր ազգությունից չի հրաժարվում։ Այստեղ այդ նույն էլի աբսուրդն է, որ իրանք փորձում են մարդկանց միջից արցախցի գաղափարը չնջել հանել։ Տեսեք, ես այսօր շատ ընկերներ ունեմ, ովքեր իրականում շատ լուրջ զինվորականներ են։ Շատ լուրջ կռիվ են տվել եւ առհասարակ մեր նորանկախ 30 տարվա պատմության մեջ բանակը եղել է Արցախում։ Արցախի հանրապետություն, Հայաստանի հանրապետություն բանակը որպես այդպեսին ինքը եղել են գեղարվեստական սիրուն մասը, իսկ ռեալ բանակը եղել է Արցախում։ Ու այսօր այդ մարդիկ եկել են այստեղ ուզում են մտնել մեր պատերազմից, այսպես ասած, քանդված, չարչարված բանակ ու իրանց թույլ չեն տալիս, ասում են գնաք անձնագիր փոխեք։ Հիմա որ ասեմ, պետք է ասեմ նորից հայոց, բայց ոնց չասես, այ ոչխար, այդ քո հարևան Ալիևը նույնիսկ Սիրիայից է Գրոյային բերում է, մի պատրաստի զինվոր է եկել հասել է այստեղ, ուզում եմ մտի քո բանակը շենացնի, դու ասում ես գնա անձնագիրդ փոխի։ Հասկանում եք, չէ՞ որ այսօր աշխարհի բոլոր այսպես լուրջ պետությունները, կլինի դա Ռուսաստան, կլինի եվրոպական պետությունները, ովքեր բանակ են ուզում, իրանք մեծ հաճույքով Արցախի հետ 3-4 պատերազմ անցած տարեկին իրանք կգողանան, բայց այդ մարդիկ եկել են այստեղ ուզում են մտնել քո բանակը շենացնել, դու ասում ես գնա անձնագիր փոխի եւ դու հստակ գիտես որ ինքը չի փոխելու։
Դու ընդամենը դա օգտագործում ես, որովհետեւ այդ մարդուն բանակից հեռու պահես։ Միևնույն է, որ կողմով էլ մենք նայենք, Աննա ջան, մենք միայն դավաճանություն ենք տեսնում։ Ինչպես նոր բնորոշեցինք, այս մարդիկ ընդամենը կառավարիչներ են։ Իսկ Օդար Երգիրան նվաճող կառավարիչը ինքը հալանում է, ինչն էլ չի կարողանում թալանել, ավիրում է։ Այս է Փաշինյանի եւ նրա ոմագի, ոչ թե ոմակ չօգտագործենք, որովհետեւ դա գայլերին է բնորոշում, գայլերը շատ ազնիվ կենտանիներ են, իր բոլուգի իրենց բոլուկ բառն է ասում, իրենց բոլուգի հիմնական, այսպես ասած, գիծն է, գործունեության բնորոշող գիծն է։ Այս իշխանությունը անընդհատ խոսում է խաղաղության համաձայնագրի մասին, ասում է, եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ամեն բան լավ կլինի, խաղաղություն կլինի Հայաստանում, բայց Ալիևը անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում, իսկ այս իշխանությունները շարունակում են փակել Արցախի էջը, շարունակում են ուրանալ ցեղասպանությունը, փորձում են փոխել սահմանադրությունը, շարունակում են ուրանալ նաև Արցախ վերադարձի հարցը լուծումը։ Ի վերջո արցախցիները այստեղ ինչ պետք է անեն, ինչ է լինելու նրանց վիճակը։ Արցախցիները երբ 23 թվականին եկան այս կողմ, ես այդ ժամանակ ասել եմ, որ այդ մարդիկ ուղղակի 9 ամիս շրջափակումից հետո մի քիչ սովածել էին, մի քիչ զայրացած էին եւ մի քիչ, այսպես ասած, կազդուրվելու խնդիր ունեն։ Ուղղակի հավաքվեն, ուղղակի կազդուրվեն ու նորից բոլորս միասին պետք է հետ գնանք։ Իհարկե, հետ գնալու ճանապարհը պետք է անցնի հանրապետության հրապարակով։ Այստեղ փոխենք դինաշանակենք իրական գերագույն գլխավոր հրամանատար ու նորից հետ գնանք։ Բոլոր արցախցիների ես ձեր ետերից դիմում եմ եւ խնդրում եմ։ Իհարկե Գյումրին, Երևանը, Վանաձորը ձեր հայրենիքն է։ Նույնքան ձեր հայրենիքն է, ինչքան Ստեփանակերտը, Հադրութը, Շուշին, Մարտունին բոլորիս հայրենիքն է։ Մենք բոլորով կրկին պետք է հետ գնանք։ Դուք այստեղ եւ փորձեք տեղավորվել։ Դուք ուղղակի պատրաստվեք, որ մենք բոլորս միասին գնալու ենք հետ։ Ես ընդամենը դա եմ ասում։ Այլ տարբերակ ես չեմ կրում։ Եթե մենք չենք ունենալու Արցախ, ուրեմն նշանակում է եւ իմ կյանքը, եւ ձեր կյանքը, բոլորիս կյանքը անցնելու է զուր, անիմաստ եւ աննպատակ։ Իսկ եթե մարդը իր կյանքում չի ունենալու նպատակ եւ այդ նպատակը չի իրագործելու, նշանակում է ինքը անիմաստ ծնվել է։ Մեր առաքելությունը դա չի։ Մեր առաքելությունը կրկին հետ գնալն է եւ կրկին սերունդներին հայրենիք թողնելը, որովհետեւ այդ Փաշինյանական խաղաղությունը դա խաղաղություն չի։ Խաղաղությունը ինքը ինչ է։ Ինչպես ասում է մեծնժդեն, դա ժամանակ է նոր պատերազմների պատրաստվելու համար։ Այո, ես չեմ ուզում, որ մենք անընդհատ պատերազմներով անցնենք։ Պատերազմը ինքը լավ բան չի, բայց եթե դա քեզ պարտադրված է, դու արժանապատվությամբ պետք է դրանով անցնես։ Որովհետև հիմա դու ինչքան էլ ասես, որ ես ուզում եմ խաղաղ ապրել, այդ քո հարևանը ինքը երբեք չի ուզանա խաղաղ ապրել։ Իր խաղաղության բանաձևը թուրքական աշխարհում, այսինքն նույն Ալիևի, Էրդողանի եւ նրանց ժողովրդի խաղաղության բանաձևը մեջ չլինելն է։ Հիմա եթե մենք շատ ենք ուզում խաղաղ լինել, ուրեմն նշանակում է մենք լինենք բոլորով այստեղից էշտանք։ Կամ զանգվածային, չգիտեմ, ինքնասպանությունների կանանք։ Եվ դրա միակ այլանդրանքը, որպեսզի մենք մեր ուղեղները աշխատեցնենք, որովհետև նորից եմ կրկնում 21-րդ տարը դա ուղեղի ժամանակ է, ուղեղի տար է եւ պատերազմել այդ նույն ուղեղի վրա է, մենք անընդհատ մեզ կողում ենք, այս արեցինք, ես ստեղծեցինք, մեր հայրը այսպես արին, այնպես արեցին։ Շատ լավ։ Եկեք նորից հավաքվենք, բոլորով նստենք, ուղեղներից զոր տանք եւ մտածենք այս անգամ ինչ ենք ստեղծելու։ Ես այդ օրինակը մի անգամ էլի եմ բերել ժամանակին, երբ որ ԱՄՆ-ն միջուկային զենք օգտագործեց Ճապոնիայի դեմ, ինքը նույնիսկ չէր պատկերացնում դրա մասշտաբների ինչ կլիներ։ Արդյունքում օգտագործեց, հետո ներողություն խնդրեց, չէ՞։ Եկեք մի բան էլ մենք ստեղծենք, որի մասշտաբները մենք չենք պատկերացնում, կամ կպատկերացնենք, բայց չենք ուզենա պատկերացնել, օգտագործենք, հետո ներողություն կխնդրենք։ Աշխարհի գերտերություններն սիրով կգան այդ մեր ստեղծածը մեզանից կներելու։ Պատկերացրեք ինչքան լավ կլինի։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ կարեւոր հարցազրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։ Կհանդիպենք։